Իրանք կամ չեն հասկանում ինչ են խոսում, ինչին ես մի քիչ եմ հավատում, բայց չեմ բացառում իդեպ, չեմ բացառում։ Կամ սա մի խայտարակ ծրագիր է։ Դրա համար ասում, այդտեղ չարի ու չարի պայքարը, այդտեղ բարու եւ բարի պայքար չի ցավոք սրտի։ Եվ իդեպ մի մոռացեք, Փաշինյանը դառնալու է հիմա, եթե վերընտրվի, դառնալու է Հայաստան, եւ որը մեկ այդքան երկար Հայաստանում չի եղել ղեկավար։ Այսինքն արդեն ինչ որ այլ հոտեր է գալու, պատկերացրեք արդեն ինքը 10 տարուց ավել հետո կլինի ղեկավար։ Արդեն Հայաստանը կլինի 10 քանի տարի 26 թիվ 8 տարի կլինի 13 տարի, թե 12-13 տարի մեկի կառավարման ներքո։ Հələ հետո մի հատ էլ եթե ընտրվեն, ընդհանրապես կգնա դեպի 20։ Է Պուտինն էլ 20 տարի կառավարում։ Այս 8 տարվա ընթացքում Հայաստանում պետքա մթնոլորտը այնպեսին լիներ, նախկինները պատժվեին, ընդհանրապես նոր բիզնեսմենների հայտ եկած լինեն, ռեսուրսները ճիշտ բաշխված լինեն, արևմտյան կապիտալը մտնացել է, բայց Փաշինյանի առաջի գործը եղել է արևմտյան կապիտալը փակելը։ Ինքը եկավ ու ամուրսարի հետ սկանդալ սարքեց եւ բոլորը հրաժարվեցին Հայաստանում ներդրում անել։ 8 տարվա ընթացքում մենք հիմա պետք է արդեն նոր եւ առողջ ուժեր ունենայինք։ Կարող է քիչ, բայց պետք է ունենայինք։ Ցավոք սրտի ոչ մի բան չեղավ։ Իրանք իրար մեջ բաժանեցին, իրանք իրար մեջ խաղացին, հիմա էլ շարունակում են իրար մեջ խաղալ նոր ռուսական դերակատարներ ներգրավվելով։ Հիմա հաջորդը։ Ինչի համար եմ սա ասում։ Կառավարությունը շարունակում է հիշում եք, չէ, բոլորը տեսակ, չէ, վերջի 2 շաբաթվա, ինչ 2 շաբաթ, բայց վերջի 2 շաբաթ հատկապես։ Քոչարյանին ինչ ասես ասին, տղեն ուրա միլիոններ են, չմտածողը ասում էր, ուր են ձեր, արդյոք Քոչարյանի որդին միլիոնատերա դարե սեփական խելքով, արդյոք Քոչարյանի միլիոնները Քոչարյանի, մա կտեսնեք որտեղից է Քոչարյանի միլիոնները։ Նրանց մեղադրողներն են շարունակում հարստացնել Քոչարյանին։ Դե լսեք։ Կառավարությունը շարունակում է գնումներ կատարել Քոչարյանների Toyota-ից։ Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ավտոսրահից ԱԱՑ-ն 16 միլիոն դրամով, ավելի քան $42,000 Toyota Camry մեքենա է ձեռք բերել։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է այս շաբաթվա սկզբին մարտի 24-ին։ Գնման ընթացակարգն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով։ Դրան մասնակցել է միայն Toyota Երևանը եւ հաղթել։ Գնման փաստաթղթերից պարզ չի դառնում, թե ԱԱՑ-ում ում է սպասարկելու նշված Toyota Camry-ն, նախատեսվում է, որ մեքենան կմատակարարվի մինչև հունիսի վերջի, դեպս $42,000 հիշեք, հեսա մի քիչ հետո կասեմ։ Ավելի վաղ անցած սեպտեմբերի երկմի 7 ամիս առաջ Toyota Երևանից Toyota Land Cruiser 300 մակնիշի 2025 թվականի արտադրության ավտոմեքենա էր գնվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար։ Կառավարության նիստում հավանության արժանացած որոշմամբ այս նպատակով ծախսվել էր մոտ $125,000։ Ավտոմեքենան արդեն մատակարարվել է եւ այժմ սպասարկում է նախարարին։ 2024 թվականի ամռանը նույն ավտոմեքենայից նույն գնով $125,000 ձեռք էր բերվել քննչական կոմիտեի նախագահի համար։ Իսկ վերջին տարիներին ամենամեծ գործարքը կառավարության ու Toyota Երևանի միջև ոստիկանության բարեկային ծառայության համար 175 ավտոմեքենաների ձեռքբերումն էր, որի արժեքն անցել էր 3.1 միլիարդ դրամը։ Դրանից առաջ էլ բարեկայինի Շիրակի ու Լոռու մարզերի համար էին 2.4 միլիարդ դրամի Toyota-ներ գնվել։ Գործադիրը բոլոր այս դեպքերում նախընտրել է Toyota-ներ այն դեպքում, երբ 2024-ին օրինակ ծառայողական ավտոմեքենաների շարքը համալրվել էր Toyota-ից էժան գնված 49 Volvo-ներով։ Բացի այս ձեռքբերումներից Toyota Երևանը նաև զբաղվում է իր մատակարարած ավտոմեքենաների վերանորոգմամբ պետական տարբեր մարմինների համար։ Միայն վերջին 1 տարվա ընթացքում ըստ գնումների համակարգի Toyota Երևանը վերանորոգման համար Հայաստանի բյուջեից մոտ 130 միլիոն դրամ է ստացել։ Պարզը։ Հիմա երկու նյուանս։ Առաջինը, որ $42,000 Քոչարյանը ձեր վրա Toyota Camry-ին ծախում, լուրջ եք ասում դուք։ Ուրեմն Toyota Camry-ին տարբեր կոմպլեկտացիաներ ունի։ Եթե հայբրիդը չհաշվենք, հիմնականում 3 կոմպլեկտացիաներ ունի։ Հայբրիդներ ունի 3, կարծեմ դուք էլի օպցիաներ կա, բայց հիմնականում 3 է։ Հիմա դրանց գնային ուրեմն տարբերությունը հետևյալն է։ Այսինքն Toyota-ի գները տատանվում են $28,400-ից մինչև $30,295 Միացյալ Նահանգներում։ 28-ից 30,000 հարգելի հետևորդներ արժի Toyota Camry-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
անգամ եթե մենք վերցնենք հայբրիդ տարբերակը, մի 2-3 եթե մենք ամբողջական գնման դեպքում 2-3 հազար թանկ է, բայց այնտեղ նշված չի հայբրիդ, որտեղ հայբրիդի դեպքում նշվում է հայբրիդ։ Անպայման նշվում է Toyota Camry hybrid, որտեղ դա այլ ավտոմեքենա է։ Եթե մենք խոսում ենք Toyota Camry-ի մասին, ապա Քոչարյանը, եթե վերցնենք, որ 28000-անոցն է առել, բերում, ուրեմն ԱԱԾ-ի համար նշանակում է ինքը $14000, այսինքն մեքենայի 50% ավել գինով է բերում Ամերիկայի համեմատ, իսկ եթե վերցնենք թանկ մոդելն է բերում 12000 ավել գնով է բերում։ Հասկանում եք, 42000-ով այստեղ բավականին ճոխ ավտոմեքենա կարելի է առնել, ես ձեզ վստահեցնում եմ։ Սա մի նյուանս, բայց երկրորդ նյուանսը, ավելի կարևոր նյուանսը, դուք ասում եք Քոչարյանը Պուտինի մարդն է։ Դեմ չեմ, ճիշտ հասկացեք, համաձայն եմ այդ մտքի հետ, բացարձակ, չեմ վիճում, բացարձակ համաձայն եմ, բայց դուք ասում եք Քոչարյանը Պուտինի մարդն է։ Ռուսական KGB-ն է դրանց ուղղորդում, ինչ ասես չասեցիք այս երկու շաբաթվա ընթացքում եւ ընդհանրապես վերջին 5 տարվա ընթացքում։ Լավ, 8 տարվա ընթացքում ասենք, բայց վերջին ընտրություններից հետո ռուսական դրոշներով ցույց էին անում, չգիտեմ, ամենավերջին մեղքերի մեջ մեղադրեցիք։ Եթե դուք պատվիրում եք ամենակարևոր պաշտոնների համար, ռուսական, ասենք թե լավ, այսպես ձևակերպ, Պուտինի մարդուց ավտոմեքենա, բայց չեք վախենում, որ այդ ավտոմեքենայի մեջ կարող է լսող սարք լինի, տեսաձայնագրող սարքներ դրված լինի, ասենք պատկերացրեք մի հատ Պուտինը զանգում է, Քոչարյանը զանգում է, ասենք Պուտինի FSB-ի ղեկավարին, ասում է ինձնից մեքենա եմ պատվիրել ոստիկանության ղեկավարի համար։ Իդիշ մի Ռուսաստանից վախում եք կիբերհարցակ։ Ժորդ գիտեք ինչի՞ց է քահ ծիծաղած գալիս է եւ նրանք խոսում են Ռուսաստանից կիբերհարցակման վտանգի մասին, որ տենց իրանք վախեցած են։ Ես միշտ փաստերով եմ խոսում։ Ասում են մի բան, տակից բոլորովին այլ բան են անում։ Պուտինին ասում են թող հապկին օրինակի համար քննադատեմ, իբր ես հակառուս եմ, տակից ռուսներին օգնում են զուգահեռ էքսպերտով։ Պուտինը ասում է լավ, քանի դու օգնում ես, ինչ ուզում ես ասա, կոպիտ ասած, հա։ Լավ, ձեն մի հանի հապկից դուս մի արա, ասա հապկը սառեցրել ես, խնդրեմ չկա։ Հասկանում եք, որտեվ իրանք ու իրանց մեգա դախլչիները ուղն ու ծուծով պորտալարով դեպի Մոսկվա են։ Եվ եթե դուք ձեզ թվում է, թե Նիկոլ Փաշինյանի եւ Տաշիր Սամվելի միջև տարբերությունը Մոսկվայի կապի առումով դարակազմիկ է, չարաչար սխալվում եք։ Որովհետեւ պարզ բան եմ ասում։ Քոչարյանից պատվիրում են մեքենա դատախազի, ոստիկանապետի, ԱԱԾ-ի համ, դուք հասկանում եք Ժորժ ջան, Կարապարտվի, որ հենց բանին է, ԱԱԾ պետին է սպասարկելու է։ Բայց չեք վախենում, ասում եք կիբերհարցակում, ասում եք Մոսկվաներից ոնց է լինում տենց, ես չեմ կարող, ախր իմ տրամաբանությունը չի մտնում։ Դուք հակառակը պետք է հատուկ տեղից հատուկ ձևով այդ մեքենաները պատվիրեք ոստիկանապետի, չէ՞ միանգամից Քոչարյանին, վստահելի մարդ է, հա տենց։ Նույն պապայից եք։ Չէ, չի կապնում, չի ստացվելու։ Լավ, ասենք արեցիք մանիպուլյացիա։ Լավ, այս անգամ էլ տենց մուտիլովկով կներեք էլի շատ էս արտահայտության համար չի սազում, բայց ախր իրանց է սազում։ Անցակ ասենք։ Բայց հո լավ հասկանում ենք դուք ով եք ու ինչ եք անում։ Չի մասին է խոսքը։ Տաշիրից են բողոքում, Մոսկվա, KGB խառնել են իրար։ Պրամոյ KGB-ին ասում է, պրամոյ Մոսկվայի իրանց տրամաբանության, Մոսկվայի KGB-ից ավտոմեքենա են պատվիրում բանի համար, ոստիկանապետի համար։ Հայաստանի մասով այսքանը։ Ինքներդ մտածեք։ Ասում եմ, իրանք այնց են ֆռռացնում մատի վրա։ Ոտի վրա խոսքը փոխեն, պտտեն, բանանեն, ինչ որ քաղցր բաներով թվում է թե իրանք խելացի բան, թվում է թե լավ բան են ասում, բայց տակից անենց վտանգավոր բաներ են անում ու ասում։ Փաստերով եմ խոսում ես։